Այսինքն եթե դուք պայմանագիրը կնքում եք երրորդ պետության հետ, դուք կիսում եք արդեն ձեր սուվերենությունը, դուք 100%-անոց սուվերենություն չունեք։ Այդպես գաղութներ ստեղծվեցին Չինաստանում, Հնդկաստանում, 1000 անգամ խոսել ենք Եգիպտոսի Սուեզի կանալի մասին, որը պատերազմի բերեց, Պանամայի կանալի մասին, Աֆրիկայում գաղութները այդպես են ստեղծվել։ Դուք գնում եք գաղութացման ճանապարհով։ Այսինքն առաջինը դուք կկնքեիք պայմանագիրը մասնավոր ընկերության հետ։ Երկրորդը դուք ոչ թե 26%-ը կպահեիք ձեր մոտ, այլ վերահսկիչ փաթեթը կվերցնեիք, վերահսկող փաթեթը 51-ը, առնվազն 51%-ը կլիներ Հայաստանի։ Երրորդը, այնտեղ մեր սահմանապանները կմնային եւ մեր մաքսատունը կմնար։ Իսկ հիմա ստացվում է այդպես, որ մենք անգամ չենք ստուգելու անձնագրերը։ Ադրբեջանցիների անձնագրերը եւ ուրիշների մենք չենք ստուգելու։ Այսինքն ինչ սուվերենություն, եթե դու քո սահմանում այլևս չես ստուգում անձնագրերը։ Եվ եթե դու քո սահմանում չես ստուգում անձնագրերը, մարդիկ անցնում են քո տարածքով, այնտեղ հայ սահմանապահ չկա։ Այսինքն այնտեղ չկա Հայաստանի սահման։ Եթե այնտեղ չկա Հայաստանի սահման, սա արդեն Հայաստանի տարածք չի։ Դա այս նպատակով է արվում, որ ապագայում ասեն դե արդեն տարիներ առաջ մենք որոշել ենք, որ դուք այստեղ չկաք, այն ձեր սահմանապարները այստեղ չկան, ինչքան ուզում եք սուվերենություն գրեք թղթի վրա, սա թղթի վրա է մնում։ Իրականությունն այն է, որ դուք այլևս ձեր սահմանը չեք վերահսկում։ Այստեղ Հայաստանի սահման չկա, այսինքն Նախիջևանից Ադրբեջան գնացող մարդիկ Հայաստանի սահման չեն հատում։ Սա արդեն Հայաստան չի լինի։ Մենք զիջեցինք դա։ Նրանք անձնագրերը մենք չենք ստուգելու եւ Ալիևը շարունակում է պնդել, որ այնտեղ հայ երես ես չտենամ։ Հիմա եթե մենք ուզենայինք ուղղակի հեշտացնեինք, արագացնեինք ադրբեջանցիների համար այդ ժամանակը, որ 42 կիլոմետր է, չէ, որ անցնեն, դա 20 րոպեում արագ գնացող մեքենան 20 րոպեում դա հաղթահարում է։ Մենք շատ եւ շատ տեխնիկական միջոցներ ունեինք, այնտեղ կարող են լինել հայ սահմանապահները էլեկտրոնային ձևով ուղղակի ստուգվեին այդ մեքենաները, որոնք անցնում են, նրանք խոսում են սկաներների մասին, ես խոսում եի Easy Pass-ի մասին, որը շատ հեշտ է, մեքենայի վրա տեղադրվում է եւ մեքենան անցնելուց արդեն ստուգումը էլեկտրոնային ձևով անցնում է։ Բայց դա էլ չարվեց, մենք այնտեղ չենք լինելու, մենք զիջել ենք արդեն մեղրին։ Ում ենք զիջել։ Մենք զիջել ենք Թրամփին։ Իսկ Թրամփի կողքը, Թրամփի շուրջը ովքեր են, Կուշները եւ ուրիշ մարդիկ, նրանք ովքեր են։ Նրանք ուղղակիորեն ներկայացնում են Իսրայելի լոբին Միացյալ Նահանգներում։ Այսինքն մենք մեղրին հանձնեցինք Իսրայելի լոբիին եւ Իսրայելին։ Իսկ Իսրայելը ցավոք սրտի Ադրբեջանի ամենասեր դաշնակիցն է եւ արդեն ունի ռազմական օբյեկտներ Ադրբեջանի տարածքում։ Այսինքն այնտեղ ոչ այնքան Ամերիկան է լինելու, ինչքան Իսրայելը եւ Ադրբեջանը։ Հիմա այս մարդը եկել է, երևի որ այնպիսի թղթեր ստորագրենք, որ անգամ եթե մենք փոխենք կառավարությունը, մի քանի օրից, երկու շաբաթից մենք չկարողանանք հետ բերել։ Այնպիսի ստորագրություններ նրանք ստանան, որ սա անդառնալի լինի, որ Հայաստանը ընդմիշտ կորցնի մեղրին։ Դրա համար շատ կարևոր է, եթե դեռ ուշ չէ, որ մենք հունիսի 7-ին թույլ չտանք, որ մենք հանձնենք մեղրին, որից հետո հանձնելու ենք նաև Սյունիքը, որտեղ վերադառնալու են 300,000 ադրբեջանցի։ Բոլորովս պետք է գնանք եւ մեր ձայնը տանք ցանկացած ուժի, որը ցանկանում է կանխել Հայաստանի վախճանը։